Եվ այստեղ գիտեք ինչ կարևորում է ասել, որ կա անվստահություն, չէ, կա ընդդիմադիր քաղաքական ուժերը, որ եթե այդ իշխող վարչախումբը շարունակում է ունենալ լեգիտիմության մեծ դեֆիցիտ եւ ընտրությունների մեջ է մտել իր ուսերին ծանրացած բազմաթիվ չլուծված խնդիրներով։ Սարգսյանի պաշտոնավարության ժամկետի վերջում Հայաստանում առկա ռեժիմի բնույթը մնում է այնպիսին, ինչպիսին էր մինչև նրա պաշտոնավարության սկիզբը, այսինքն ոչ ժողովրդավարական։ Հայաստանը ինչպես ոչ ժողովրդավարական էր մինչև Սերժ Սարգսյանի նախագահ դառնալը, այդպես էլ շարունակում են մնալ ոչ ժողովրդավարական։ Ընտրացուցակների հետ կապված խնդիրը այսօր էլ մնում է արդիական եւ հասարակությունում շատերը խորը կասկածում են, որ բազմակի քվեարկությունը այս ընտրությունների ժամանակ նույնպես իրավելու է։ Դիմադիր ուժերը օգտվելով այն անգամանքից, որ ընտրությունների փուլում քաղաքականությունը հայտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում, ամենը թեկուզ եւ մնալով ընտրությունների վերաբերյալ սեփական մոտեցման դիրքերում կարող են ընդդեմ ոչ դեմոկրատական ռեժիմի օրակարգով համագործակցել եւ կազմակերպել քաղաքացիների ակտիվ խաղաղ գործողություններ, ստեղծելով ռեժիմի դիմակայելու մթնոլորտ։